Ողջույն։ Երբևէ մտածել եք, թե համակարգիչները, որ սկզբում մենակ անգլերեն էին, չէ՞ հասկանում, սովորել մեր լավ ու գեղեցիկ հայերեն տառերը։ Այսինքն սկզբնական խոչընդոտներից մինչև մեր հայկական թվային լուծումները։ Սա մեր հեղինակային նյութն է, պատրաստել ենք հատուկ ձեզ համար։ Այո, ամեն ինչ սկսվեց ASCII ստանդարտից։ Այդ ամերիկյան ստանդարտ կոդն էր տեղեկատվության փոխանակման համար նախատեսված։ Պատկերացրեք, մի փոքրիկ տուփ, որի մեջ տեղավորվում էր ընդամենը 128 նիշ։ Սա 7 բիթանոց համակարգ էր։ Այսինքն, տեղ կար մենակ լատինական տառերի, թվերի ու հիմնական կետադրական նշանների համար։ 7 բիթը, պատկերացրեք, կարծես 7 հատ լույսի անջատիչ լինի, որ իրար միացնելով անջատելով ստանում եք ընդամենը 128 տարբեր վիճակ։ Ուրեմն անգլերենի համար հերիքում էր, բայց մեր 39 տառի համար… Բայց մեր հայերենի համար բնականաբար տեղ չկար։ Աշխարհի լեզուների մեծ մասի համար էլ տեղ չկար։ Հետևաբար մեր բոլոր տառերը պարզապես չէին տեղավորվում։ Ու առաջին փորձերը հայերեն տառեր ներքաշելու համար շատ տարօրինակ էին։ Հա, զոհաբերում էին ինչ-որ նշաններ։ Այո, օրինակ կարող էին վերցնել, ասենք, քիչ օգտագործվող քի ձևավոր փակագիծը ու դրա փոխարեն դնել A տառը։ Բայց պատկերացրեք, մի համակարգչի վրա ան կարող էր լինել փակագիծ, մյուսի վրա ուրիշ նշան։ Հա, ամեն մեկն իր ուզած ձևով էր անում, ինչը բնականաբար քաոս էր առաջացնում։ Լրիվ անհամատեղելիություն էր։ Անխուսափելի էր խառնաշփոթը։ Հենց այս քաոսը կարգավորելու համար Հայաստանում մշակվեցին սեփական կոդավորման ստանդարտներ։ Դրանք հայտնի դարձան ARMSCAI անունով, Armenian Standard Code for Information Interchange։ Դրանք արդեն պաշտոնապես սահմանվեցին ազգային ստանդարտով, օրինակ AST 34002-ով։ Մի քանի տարբերակ էլ կար։ Կար ARMSCAI 7 բիտանոց, որը փորձում էր հայերենը տեղավորել, բայց հաճախ լատինական տառերի հաշվին։ Բայց ավելի գործածական դարձան 8 բիտանոցները՝ ARMSCAI 8 ու ARMSCAI 8A։ Կարծես թե այն 7 անջատիչին մեկն էլ էինք ավելացնում։ Ստացվում էր 256 հնարավոր համակցություն։ Այդ լրացուցիչ 128 տեղերում, այսինքն 128-ից 255 համարների տակ, արդեն հնարավոր եղավ մեր բոլոր հայերեն տառերը տեղավորել, պահպանելով նաև ASCII-ի սկզբնական նիշերը։ Սա արդեն առաջընթաց էր, բայց երևի էլի խնդիրներ կային, չէ՞։ Իհարկե կային։ Այսինքն, եթե դուք ասենք ARMSCAI 8A-ով մի տեքստ էիք գրում ու ուղարկում մեկին, ում մոտ օրինակ ARMSCAI 8 էր կամ ընդհանրապես ուրիշ բան։ Կամ ուղղակի համապատասխան տառատեսակը չկար տեղադրված։ Հա, դա էլ կար։ Ինչ էր լինում։ Լինում էր այն, որ ձեր գեղեցիկ հայերեն տառերի փոխարեն մարդը տեսնում էր անհասկանալի նշանների մի շիլա, քառակուսիներ, հարցականներ, խզբզոցներ։ Ուրեմն հայերենով նորմալ շփվելը խնդիր էր։ Փաստաթուղթ ուղարկելը կարող էր գլխացավանք դառնալ։ Ճիշտ է։ Հենց այս անհարմար իրավիճակում էր, որ շատերիս օգնության հասավ լեգենդար ծրագիր։ Հա, այն ժամանակների համար հանճայեղ լուծում էր Windows-ի համար։ Ստեղնաշարի դրայվեր էր։ Այսինքն ինքը օգնում էր հեշտ փոխել լեզուները։ Հա, թույլ էր տալիս առանց համակարգային բարդ փոփոխությունների, ուղղակի ստեղների համակարգչությամբ հեշտությամբ անցնել հայերեն, ռուսերեն, անգլերեն ու էլի լեզուների միջև։ Շատ հարմար էր։ Իսկ ով էր ստեղծել։ Հեղինակը տաղանդավոր ծրագրավորող Ռաֆիկ Մարությանն էր։ Նա ցավոք արդեն մեր հետ չէ։ Ծրագիրը հայտնվեց մոտավորապես 2000 թվականին ու երկար տարիներ հազարավոր հայ օգտատերերի համար անփոխարինելի բան էր։ Հա, շատերն էին օգտագործում։ Բայց գիտեք ինչն է հետաքրքիր։ Այս ամբողջ տեխնիկական դժվարությունները, կոդավորումների անհամատեղելիությունները… Հա։ Մի հատ սովորություն ձևավորեցին հատկապես համացանցի ու չաթերի առաջին տարիներին։ Հա, հասկացա ինչի մասին եք խոսում։ Շատերը, որ վստահ լինեին իրենց գրած դիմացինը կկարդա, սկսեցին հայերեն բառերը գրել լատինատառ։ Տրանսլիտով։ Ու դա հաճախ ոչ թե ինչ-որ նորաձևություն էր, այլ ուղղակի տեխնիկական անհրաժեշտություն էլի։ Հենց դա։ Որ խնդիրներ չլինեն։ Այսպիսով տեսնում եք ինչ ճանապարհ ենք անցել։ Սկսեցինք ASCII շատ խիստ սահմանափակումներից։ Հա, 128 նիշից։ Հետո ARMSCAI փորձերը հայերենը թվայնացնելու թեկուզ ոչ կատարյալ, հետո KDWin-ի նման գործնական, բայց ժամանակավոր լուծումներ։ Մինչև Unicode։ Մինչև Unicode համընդհանուր ստանդարտի ընդունումը, որն այսօր բարեբախտաբար արդեն թույլ է տալիս գրեթե բոլոր տեղերում հայերենն անխափան օգտագործել։ Բարեբախտաբար։
Ու սա, գիտեք, մտորելու առիթ է տալիս։ Տեսեք, թե տեխնոլոգիաները ոնց են փոխում ոչ միայն մեր շփման ձևերը, այլև հենց լեզվի կիրառության վրա են ազդում։ Երբեմն նույնիսկ այսպիսի ժամանակավոր բաներ ծնելով, ինչպիսին տրանսլիտներ։ Շատ հետաքրքիր պատմություն էր, թե ոնց համակարգիչները սովորեցին հայերեն։ Հուսով ենք ձեզ համար էլ էր հետաքրքիր։ Սա մեր հեղինակային նյութն էր։ Այո։ Եթե ուզում եք ավելին բացահայտել տեխնոլոգիաների, գիտության կամ այլ թեմաների շուրջ, դե բաժանորդագրվեք մեր ալիքին։ Այո, սպասում ենք ձեզ։ Մինչ նոր հանդիպում։